սա հերթական կարելի ասել անպատժելիության դեպքն է, քանի որ մենք կազմակերպությունը Helsinki-յան ասոցիացիան բազմաթիվ խոշտանգման զոհերին ենք պաշտպանում, սա այն անպատժելիությունն է, որ այդպես էլ չպատժվան որևէ ոստիկան կամ եթե դեպք է եղել խոշտանգումով մեղադրական դատաբիջերներ, դա դեռ շատ քիչ է։ Անդրադառնալով այս գործին մենք տեսանք այդ տեսանյութերը նաև տուժողին լսեցինք, թե ինչ անմարդկային, այսօր ոչ միայն խոշտանգման տարր կա, նաև արժանապատվությունը նվաստացնող, այսինքն որևէ պատճառ չի եղել անձին նկատմամբ բռնություն իրականացնելու, քանի որ տեսնում են տեսանյութով, ինչպես նաև կինը, քանի որ կինն է նկարի այդ բռնության տեսարանները, նույնիսկ տուժողն էլ է ասում, որ կգամ, թողեք կգամ, կինն է ասում, որ մենք այս ենք, այսինքն որևէ հիմք չի եղել տուժողի նկատմամբ բռնություն իրականացնելու։ Այս պարագայում ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարություն է տարածել, պնդելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ինչպես գիտեք, ես ոստիկանապետի խոսնակի հայտարարության վերաբերյալ նաև դիրքորոշումայի հայտնի է, որ ոստիկանությունը նույն ոստիկանության խոսնակը չի կարող անպատասխանատու հայտարարություններ կատարելու, պատկերացրեք նոր էր այդ տեսանյութը հրապարակվել, դեռ քրեական վարույթ չկար, ոստիկանությունը շուտապույտ հայտարարություն է տարածում, կարելի ասել, որ սա արտարացում է համարվում, ինչպես կարելի է ոստիկանությունը արտարացնի բռնությունը, քանի որ փաստացի սա այդպես է ստացվում, որ տուժողը խոչընդոտել է ոստիկանությունը ֆիզիկական ուժ է գործադրել, եթե տուժողը ու հայտարարություն էր տարածվել, որ ոստիկանության հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է իրականացում, այլ ոչ քննության արդյունքում պարզեցիք, որ տուժողը խոչընդոտել է ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառել, այն դեպքում, որ ոչ տուժողին է լսվել, ոչ ոստիկաններն է հարձակվել միջադեպի մասնակից եւ ոստիկանությունը նման հայտարարություն է տարածում, այսինքն սա նշանակում է, որ գործում է անպատժելիություն, անմիջապես փորձում են տպավորություն ստեղծել, որ ոստիկանությունը օրենքի սահմաններում է գործել, իսկ քաղաքացին օրենքից դուրս գործողություններ է կատարել, չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին, ինչ օրինական պահանջի մասին է խոսքը, եթե նույնիսկ թեպետ այս դեպքում դա բացակայում է, եթե նույնիսկ տուժողը չի ուզեցել, որ իրեն ձերբակալեն կամ ձեռքերին ձեռնաշղթա ոստիկանությունը կարող էր նաև զսպող միջոցներ իրականացնել, ոչ թե նմանատիպ տեսակ ոստիկաններից մեկը փորձում էր, քանի որ տեսանյութով երևում է, թե տուժողը ոնց է ասում, խեղդվում են, բաց թողեք, ոնց կարող է ոստիկանությունը նման ձև իրեն պահել այն դեպքում, երբ որ կինը լուսանկարանում է, պատկերացրեք ոստիկանության բաժնում, երբ որ լուսանկարանող չի եղել եւ տուժողը անպաշտպան է եղել, ինչ բռնություններ են կիրառել, որ արդեն իսկ տուժողի կողմից հարդարեցվեց բերանն սկոչով փակել, նույնիսկ կարելի ասել այդ անմարդկային վերաբերմունքի արդյունքում տուժողը սիրտն է հետ տվել եւ այլն ու մինչև օրս ընդամենը քրեական վարույթ է նախաձեռնվել խոշտանգման մեղադրանքով, սակայն մինչև օրս դեպքից ինչքան ժամանակ է անցել, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրված, կարելի ասել, որ սա հեշտական դեպքն էր, երբ որ հարուցվեց գործը եւ մինչև օրս որևէ մեղադրյալ չկա քրեական վարույթով։ Այս պարագայում երբ անգամ լուսանկարներ, ինչպես նշեցիք, տեսանյութեր կան, ինչպես է բացատրում այն, որ որևէ զարգացում։ Ճիշտ ասած, ես չեմ կարող դա բացատրել, քանի որ դա պետությունը պետք է բացատրի, թե ինչի մինչև օրս որևէ անձի մեղադրանք չի առաջադրված, որովհետև ինչպես կարելի է մենք ամենուր տեսնում ենք բռնություն, թաղապետարանում բռնություն է լինում, ոստիկանական բաժիններում բռնություն է լինում, ինչքան կարելի է այս անպատժելիությունը հանդուրժել եւ բռնությունը հանդուրժել ի վերջո, եթե այս ամեն ինչը տեղի է ունենում եւ անպատժելիություն է, որովհետեւ մեկը չի պատասխանատվության ենթարկում, ընդհանուր նաեւ տեսակ տուժողը նշեց, որ նույն ոստիկանության բաժնում ինքը 2021 թվականին կրկին անգամ բռնության է ենթարկվել, կրկին անգամ ձևական քրեական վարույթ է հարուցվել ու մինչև օրս որևէ մեղադրյալին, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։